Ճագար եղբայրը, նրա բարեկամներն ու թշնամիները։ Գայլ եղբայրն ու եղջյուրավոր անասունները։ Մի օր եղջյուրավոր անասունները որոշեցին ժողով անել։ Ուզում էին քննել, թե ինչպես պաշտպանվեն մեծ սպիտակ ժանիքներ ու ճանկեր ունեցող գազաններից։ Ցուլ եղբայրը բոլորին լուր տվեց։ Հավաքվեցին անտառի մեջ։ Ցուլ եղբայրը ժողովի նախագահն էր։ Կովքույրիկն էլ այնտեղ էր։ Եկավ ոչխար եղբայրը ջութակը ձեռքին, եկավ եղջերու եղբայրը, այծ եղբայրն էլ տեղ հասավ ու էլի շատերը եկան։ Ժողովի լուրը ընկավ գայլ եղբորականջը, որոշեց ինքն էլ գնա։ Բայց չէ որ նա եղջյուրներ չուներ, մտածեց ու գնաց մտավ թփերի մեջ։ Երկու եղջյուրաձև փայտ կտրեց, գլխին կապեց, գնաց ժողովի տեղը։ Հասնելուն պես ցուլ եղբայրը հարցրեց, թե ով է եւ ինչ է ուզում։ Գայլ եղբայրը պատասխանեց. «Բա, իմ անունը փոքրիկ հորթուկ է»։ Ցուլ եղբայրը ակնոցների վերևից նայեց գայլ եղբորը։ Ուզում էր մի երկու հարց տալ, բայց որտեղից որտեղ մեկը կանչեց նրան։ Շուտով ցուլ եղբայրը բաց արեց ժողովը։ Անասունները սկսեցին խոսել։ Նրանք խոսում, ճառում էին, իսկ այդ միջոցին գայլ եղբորը հանգիստ չէր տալիս մի մեծ իշամեղու։ Գայլ եղբայրը մոտեցավ, որ հորթուկի նման պետք է լինի, բերանը բաց արեց ու ատամները շրխկացրեց իշամեղվի վրա։ Այդ ժամանակ ճագար եղբայրը մացառների մեջ պահված նայում էր գայլ եղբորը։ Երբ նա տեսավ, թե ինչպես է գայլ եղբայրը իսուր ատամները ցույց տալիս իշամեղվին, ծիծաղեց։ Ծիծաղը բոլորը լսեցին, բայց ոչ ոք չիմացավ, թե ով էր։ Այդ ով է ծիծաղում, ով է այդ անդաստիարակը։ Ոչ ոք չպատասխանեց, բայց մի րոպե չանցած ճագար եղբայրը գոռաց. «Վայ, եղջյուրավոր անասուններ, ուր են ձեր աչքերը։ Ով է տեսել, որ հորթուկը ճանճերի վրա ատամները շրխկացնի»։ Եղջյուրավոր անասունները 4 կողմ նայեցին ու բան չհասկացան։ Շարունակեցին ժողովը, շուտով մի լու կծեց գայլ եղբոր վիզը։ Նորից մոռացավ, որ հորթուկի նման պետք է լինի, նստեց ու հետևի ոտքով գլուխը քորեց։ Ճագար եղբայրը ծիծաղեց ու ասաց. «Եղջյուրավորները սմբակներ ունեն, բայց թաթեր չունեն։ Տեսեք այն հորթին, որ ճանկերով է գլուխը քորում»։ Գայլ եղբայրը վախեցավ, բայց եղջյուրավոր անասունները չնայեցին նրան։ Շուտով ճագար եղբայրը նորից կանչեց. «Օ, եղջյուրավորներ, լսեցեք խոսքս, փոքրիկ հորթուկը երկար բրդոտ պոչ ունի»։ Եղջյուրավոր անասունները շարունակեցին ժողովը, բայց գայլ եղբոր սիրտը վախ էր ընկել։ Տեսավ, որ ցուլ եղբայրն իրեն է նայում, ճագար եղբայրն էլ հանգիստ չի տալիս, ասում է. «Մեկ անգամ 1 6 չի լինի, փայտը երբեք պոզ չի լինի»։ Այս էլ որ ասաց, գայլ եղբայրը որոշեց փասափուսեն հավաքել գնալ։ Թե որ մի քիչ ուշանար, ցուլ եղբայրը արդեն նրա վրա էր նետվելու և կարող էր հեշտությամբ սպանել նրան։